Օրերս մեծ քննադատության տեղիք է տվել Տեր Արտաշես Քահանայի վերջին երկու հրապարակային հայտարարությունները։ Առաջինում նա իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած եկեղեցու այսպես կոչված բարենորոգման ծրագրին եւ միանում իր հոգեվոր այն եղբայրներին, որոնք եւս ողջունել են այդ ծրագիրը։ Առաջին հայտարարությունում նա գրել է. Ես Մասյացոտնի թեմի ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ Մեծրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես Քահանա Հակոբյանս միանում եմ առաջնորդիս Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եւ մյուս արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների նախաձեռնած հայ առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին։ Այս հայտարարությունը քահանան գրել էր ֆեյսբուքյան իր էջով, ապա շատ չանցած ափսոսանք հայտնել։ Հաջորդ օրը քահանայի ֆեյսբուքյան էջով կարդում ենք երկրորդ հետևյալ հայտարարությունը. Ես Մասյացոտնի թեմի ոսկետափի Սուրբ Սահակ Մեծրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես Քահանա Հակոբյանս խոր ցավ եւ ափսոսանք եմ հայտնում իմ երեկվա հայտարարության կապակցությամբ, որը եղել է արտաքին ազդեցությունների իրականությունը սխալ գնահատելու եւ հոգեկան լարվածության հետևանք։ Այդ հայտարարությունը չի արտացոլում իմ իրական դիրքորոշումն ու համոզումները։ Այս տողերը գրել է Տեր Արտաշես Քահանա Հակոբյանը, առանց մանրամասնելու, թե ում կողմից եւ ինչպիսի արտաքին ազդեցություններ են եղել իր նկատմամբ։ Նշենք, որ Տեր Արտաշես Քահանա Հակոբյանը Մասյացոտնի թեմից է, որը նախկինում առաջնորդել է վեհափառի դեմ պայքարի միացած Տիրադավ անվանումը ստացած Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Տեր Արտաշեսը հանդիսանում է ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ Մեծրոպ եկեղեցու հոգևոր հովիվը եւ միաժամանակ հոգևոր ծառայության է կարգված Վետի համայնքի ոսկետափ Տափերական, Այգավան, Նոր կյանք, Վանաշեն, Արալես եւ Սիսավան բնակավայրերում։